Փախածներ, ինչու եք կենթանի, ինչու չեք զոհվել։ ՔՊ առաջնորդի վերջին օրերի նախընտրական խոսույթն է։ Խոսույթ ուղղված արցախահայերի դեմ։ Իրեն հերոս է համարում Փաշինյանը, իսկ հակահերոսի կերպարը մեկ անգամ եւս կոտրվել է արցախցիների գլխին։ Գիտեմ դու շտեղես քինամ, շտեղավես քինամ, նորից եմ կրկնամ։ Դրան հետ է դու ամեն մի քայլիդ հետ դու պատասխան պիտի տաս։ Եթե չաշխատեց արցախցիների հետ, նա այս խնդիրը, այսինքն գեներացումը, վաղը կլինեն պայմանական բժիշկները, կասե այ տեսեք, օրինակ ինչ որ մեկին հիվանդանոցում վատ են, բոլոր բժիշկները մեղավոր են։ Իսկ որտեղից դուրս եկավ հայտնի հոլովակը, մինչ այդ ով էր տեսել կամ ով էր լսել այդ մասին։ Հանրային հեռուստաընկերության էջում դեռ մայիսի 16-ին տեղադրվելու ապաջնջվելու մասին լուրերն ավելի են ամրապնդում վարկածը։ Հոլովակն իշխանական ծագում ունի։ Սա վարկած է, բայց միակը չէ։ Ադրբեջանական որոշ խմբեր բավականին լավ են խոսում Արցախի акցենտով։ Ինչու չենք մտածում, որ դա համագործակցության արդյունք է էլի այս իշխանությունների ադրբեջանական կողմի հետ։ Եվ ի վերջո, որտեղից է աղբյուրը սկսվել։ Մենք բոլորս որտեղից ենք այդ տեսանյութը տեսել կամ լսել այդ մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական էջից, իր խոսքից։ Հոլովակը օրվա սկիզբն էր միայն։ Արաբգիրում Փաշինյանի քարոզարշավը բավականին բուռն անցավ։ Այն մասկեքով, որ Ղարաբաղի акցենտով խոսում է, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին։ Դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին եք խոսում, այդ տական, ինչի ես կենթանի։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ երկրի ղեկավարը տարակուսում է, որ հայերը ողջ են մնացել 20 թվականի պատերազմից հետո, մենք ինչ ենք խոսում, ասում ենք ինչ եք ողջ մնացել։ Իսկն ինքը պրպտումների մեջ է անգնում, որ մարդիկ ողջ են մնացել։ Պատահական չի համարում Աբովյանը։ Միլի մեջլիսից էր 2 օր առաջ տեսակետ հնչել։ Պետք է կոշտացնել հնչող խոսույթները, խիստ լինել ժողովրդի հետ։ Մա հարց եմ ուղղում, այդ հորդորին եք դուք, հա, տենց աչալուրջ, որ ըստ էության ընտրական գործընթացը դարձրել եք նորից հայերի միջև ատելության գեներացման գործընթաց։ Ամեն ինչ Արաբգիրում չի սկսվել ու ավարտվել։ Արցախահայերը ՔՊ-ի թիրախում են դեռ պատերազմի ավարտից եւ Արցախը հանձնելուց հետո։ Ի վերջո սեփական պարտության կենթանի վկայությունն են, պնդում է արցախցի падգամավորը։ Իսկ նախընտրական այս փուլը ավելի է բորբոքել կրքերը։ Տեսնում է իր դավաճանությունը, տեսնում է իր դավաճանության արդյունքը, տեսնում է իր հանցանքի չափը, եթե իհարկե դա հնարավոր է չափել։ Եվ ինքը նորմալ է, որ հանցագործը նման պարագայում սկսում է կատաղել, գազազել։ Հանցագործը, քանի դեռ չի ընդունել իր մեղքը, առաջինն է գոռալու, որ իր մեղքի զոհերն են մեղավորները, ասում է արցախցի падգամավորը։ Իսկ այդ գոռոցների պակասը վերջին օրերին չենք զգում։ Պատերազմից, տեղահանությունից ու քաղաքական ճգնաժամից հետո հասարակության ներսում ձևավորված բաժանարար գծերը շարունակում են արտահայտվել նաև հանրային եւ քաղաքական խոսույթում։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։